Քայքայված խողովակներ, տարիներ շարունակ առանց ոռոգման մնացած հողատարածքներ, փանիկցիները կատակում են, քաղաքաբնակ են, գյուղի բարիքներից օգտվելու համար շուկա են հասնում։ Տաղի դռները, բանջարանոցները բոլորը խոտ է, ցլև վերջ։ Ինչ ցանենք։ Ոչ կանալ կա, ոչ ջուր կա, կանալները կանանչը ելել է, այստեղից հետ այդ ժիբիլները լցած մեջը եկե իստեղ փագել է, կանալ էլ չկա։ Ոչ կանալ մաքրել կա, ոչ ջուր տալ կա, ջուրը վերևը մանտաշը, մինչև Սպանդարյանը ջուրը կա, այդ օրից ներքև ջուր չկա։ Այսպես խոդը ցլի, քաղեն մալերին կդան էդե։ Կարտոլն է կերտան ուրիշ տեղեր ուր որ կարտոլ ցանեն ջուրը կա, այնտեղից կառնեն բերեն յոլա կերտան։ Այդ ոռոգումը մեր իսկական աքիլեսյան կարշապարն եղել միշտ։ Փանիկում անգամ կարտոֆիլ ու գազար չեն աճեցնում։ Խորհրդային միության փլուզումից հետո ոռոգման համակարգը շարքից դուրս եկավ ու մինչ օրս գյուղացու աչքը ջրի ճամփին է։ Մենք 30%-ով հազիվ օգտագործում ենք մեր հողը։ 30-40։ Այս գյուղի շրջապատը գյուղին կերակրում էր առաջ։ Կոմունիստների ժամանակ։ Ուրեմն ամբողջ շրջանը ուներ ճագնդերի պլանտացիաներ, ոռոգում էին։ Հարյուրավոր հեկտարներ։ Այսօր է ճագնդերը չի մշակվում։ Այդ ջուրն ինչ եղավ, էլի նույն մեր մանտաշի ջրամբարն է։ Անհայտացավ ջուրը։ Չկա, Դոբրիխազյան չկա, որ մեզի ջուր տա մենք ոռոգենք։ Եթե տանել, իհարկե շնորհը մեր գյուղապետի, գիշերները որս կարանք ոռոգում ենք։ Հարևանի տունը ամիջապես ջրի մեջ կկորցնենք։ Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ արդեն չեն վերադառնում, ընտանիքներին էլ են կանչում ու վերջնականապես լքում փանիկը։ Համայնքից հեռանալու գլխավոր պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։ Գյուղի ներքևը կա արտեզյան ջրեր, նասոսներով մի կերպ ջրում են, բայց գյուղի վերևի կողմերը չկա, այդ ջուրը չկա։ Եղած ժամանակ էլ, եթե մեր ժամը, մեր ժամը մեզի ջուր տվեցին, ուրեմն հարևանները, բայերը, ձեռները իրար հետ պետք է կռվին։ Ժողովուրդը հիասթափված է, այն որ մի 100 քառակուսի մետր պետք է իր համար կարտոշ կա, կանաչի մշակեր, չի մշակում, որտեղ ոռոգման ջրի խնդրեմ կա։ Միակ խնդրեմի լուծումը ինձ թվում է տարիներ շարունակ առաջ քաշել ենք փակ համակարգով մանտաշի ջրամբարից տեղ հասնի, Փանիկի կամ Անուշավանի, Գեդապի համար առանցին ջրագծեր, դա միասին կլինի, մի ցանցով փագով գկա ու կբաժանվի կամ փոքրիկ ջրամբարի կառուցումը, որ կարողանան հեղեղատարների միջոցով, եթե մի կոնե 500 խորանարդ մետրանոց ջրամբար կառուցվի, որովհետեւ այս երեք գյուղերի համար այդ փոքր մինի ջրամբարները բավարար են։ Մեծ Մանթաշ, փոքր Մանթաշ, Արևշատ, Սպանդարյան, Գեղանիստ, Մեղրաշեն, Գետապ, Անուշավան, Փանիկ համայնքները ոռոգվում են Մանթաշի ջրամբարից։ Փանիկը ծայրամասում է, ջուրը դժվարությամբ է հասնում։ Պատճառն աշխարհագրական դիրքն է, ասում են ու այսքանով եզրափակում։ Նազիլ Էլբակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։